Բարսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոցությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա, մեր իրավիճակների վրա ու ամեն բան լինի քո վերահսկողության մեջ։ Ամեն բան բարձրացած քո կամքի դեմ Հիսուսի անունով կապում եմ ու հնազանդեցնում եմ քո ոտքերի տակ։ Հիսուսի անունով արգելում եմ սատանայական ամեն մի ծրագիր, ամեն մի խորհուրդ ուղղված Հայաստանի դեմ, Աստծո կամքի դեմ։ Հայր քո փառավոր հաղթանակն եմ հռչակում քո որոշված երկրի վրա, որն է Մինին, Արարատն ու Ասքանազը։ Դու տեսիլքի հեղինակն ու կատարողն ես ու ամեն բան բարձրացած քո կամքի դեմ թող դատապարտված լինի քո հոգու զորությամբ, Սուրբ Հոգու կրակի մեջ մոխրանալով ամեն դիվային ծրագիր։ Ես բերում եմ քո առաջ ողջ Հայաստանի դեմ բարձրացած սատանայական բոլոր ծրագրերը, որ ամեն ինչի պատասխանը դու տաս, ամեն գործողություն քո կամքի դեմ բարձրացած, թող քո կողմից ստանա արժանի պատասխանը։ Շնորհակալ եմ արդար դատավոր, ամենազոր Աստված, որ դու ամեն բան իրականացնում ես արդարության մեջ, փառավորված եղիր ամեն իրավիճակի վրա, թող քո փառքը հայտնապես երևա ամենուր, ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, Հայաստանում այն ինչ որ կատարվում է, գիտեք, առաքելական եկեղեցու դեմ գործողություններ է արվում, որոշակի քահանաներ մեղադրվում են։ Իհարկե սա ունի իր մեջ քաղաքական ենթատեքստ։ Հիմնական պատճառը այն ինչ որ արվում է, բնական է, հիմնավոր պատճառը նա է, որ առաքելական եկեղեցին համարվում է ռուսական 5-րդ շարասյուն, ասենց կարելի ասել, ու բավականին ժամանակ օգտագործվել է առաքելական եկեղեցին Կրեմլի կողմից։ Ու սա ճշմարտությունն է, սա այնպես չի, որ հորինում ենք, մենք դա գիտենք, որ այդ ձև է, ու այս տեղում բնական է, որ եթե մենք ուզում ենք դուրս գանք Ռուսաստանի լծի տակից, այս գործողությունները, որ արվում է կառավարության կողմից, առաքելական եկեղեցու դեմ ուղղված, հենց այդ միտումն ունի, որ ուզում են ազատվեն ռուսական ազդեցությունից։ Այդ ամեն դեպքում այդ ձև մատուցվում է, այդ ձև ներկայացվում է ու նորմալ է, եթե ուզում ես դուրս գաս որևէ երկրի լծի տակից, որ իր արբանյակներին կտրես, դա նորմալ է, բայց այլ խնդիր կա։ Խնդիրը նրանում է, որ ռուսական ազդեցության գոտուց ամեն դեպքում այդ ձև նշվում է, որ այդ գործողություններն է արվում ու շատ մարդկանց հենց սրանով են ներգրավում ու համակարծիք դարձնում, որ նման ձևով պետքա վարվեն, որովհետև պետքա ռուսական ազդեցությունից դուրս գան։ Ու շատ մարդիկ համաձայնվում են այդ տեսակետի հետ, շատերը համարելով իրականում, որ առաքելական եկեղեցին այսքան ժամանակ ծառայել է Կրեմլին։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանի ազդեցության տակից հանելու այդ միտումով, այդ ներկայացրած գաղափարով Հայաստանի իշխանությունները Հայաստանը չեն տանում անկախության, չեն տանում Աստծո կամքի մեջ, այլ ճիշտ հակառակ գործողությունն է կատարվում, իրանց հայտարարությունները ամբողջությամբ ցույց է տալի, որ Հայաստանը տանում են իսլամացման։ Եթե դա այդպես չլիներ, Արարատ սարի հետ կապված որևէ հայտարարություն չէր արվի, դասագրքերում որևէ փոփոխություն չէր արվի։ Մեր պատմության հետ կապված, որը գալիս է քրիստոնեական հիմքերից, դրանց վրա հարձակում չէր լինի։ Ստեղ հարձակումը առաքելական եկեղեցու վրա
այլ տեսանկյունից պետք է դիտել, որովհետև առաքելական եկեղեցին միշտ եղել է մեր պետականությունը պահողը, ինքը միշտ պայքարել է դարեր ի վեր, որ այսօր Հայաստան կա, դա առաքելական եկեղեցու ջանքն ու շնորհքն է։ Նորից եմ ասում, առաքելական եկեղեցին ես էլ եմ համաձայն, որ ինքը ռուսական ագենտուրա է, բայց տեղ շեշտադրումը դրա վրա անելով, առաքելական եկեղեցուն գլխատելով, ազատ ճանապարհ են ստեղծում իսլամի գաղափարախոսությանը ազատ ներմուծելու Հայաստան։ Այն մարդիկ, որ կողմ են, որ առաքելական եկեղեցին դուրս գա ռուսական ազդեցության գոտուց, շատ լավ է, որ կողմ են, բայց մյուս կողմից պետք է նայեն ուր են տանում Հայաստանը, ինչ իշխանության տակ են ուզում մտցնեն, արդյոք դուք համաձայն եք, որ ռուսական իշխանության տակից դուրս գալով դառնա Հայաստանը թուրքական վիլայետ կամ չգիտեմ ինչ, Թուրանյան ծրագրի մասնակիցը, ինչի մասին վարչապետը առանց կաշկանդվելու հայտարարել է, ու դուք բացահայտ գիտեք իր ցանկությունն ու կամքը, այսինքն առաքելական եկեղեցին ստեղ արգելք է թուրանական ծրագրի ստեղծմանը, դուք նայում եք, որ ինքը ռուսական ագենտուրա է, բայց նայեք նաև մյուս տեսանկյունից, որ ինքը հենց այն արգելքն է, որ թույլ չի տալի, որ թուրանական ծրագիրը իրականանա, ու ստեղ եթե Հայաստանի իշխանությունները իրոք անկեղծ լինեին ու ցանկանային Հայաստանի անկախությունը Ռուսաստանի ազդեցությունից գոտուց դուրս գալու համար, իրանք անպայման Հայաստանը պետք է առաջնորդեին Աստծու կամքի մեջ, ոչ թե թուրքական ծրագրերի մեջ։ Ես Աստծու կամքի մասին անդադար խոսում եմ, թե որն է Հայաստանի մասին Աստծու կամքն է։ Դա Երեմիա 51:27 խոսքն է, որտեղ Աստված մինի Արարատի Ասքանազի թագավորությունը, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանն է, ազգերին կոչ անում, որ բարձրացնեն, օրհնեն, զինեն Բաբելոնի դեմ պայքարում։ Մեր կառավարության դիրքորոշման մեջ բացահայտ չի երևում, որ իր նպատակը Աստծու կամքը կատարելն է։ Ինքը շահարկում է, որ առաքելական եկեղեցին ռուսական ագենտուրա է, ու դրանով իսկ թուլացնում է ժողովրդի սիրտը, որպեսզի չկանգնեն առաքելական եկեղեցու կողքին ու չպաշտպանեն իրանց եկեղեցին, ու դրանով իսկ ստեղծում են հնարավորություն, որ թուրքական նոր եղեռնը Հայաստանում տեղի ունենա։ Այդ եղեռնը ֆիզիկապես տեղի կունենա, թե գաղափարապես արդեն էական չի։ Սկզբից եթե դա հաջողվեց գաղափարապես իրականացնել, արդեն սրի կարիք չի զգացվում։ Մարդը արդեն զինաթափված է։ Չնայած թուրքերը զինաթափված մարդկանց էլ հենց մորթել են։ Ու այսօր մենք սա շատ կարևոր է, որ գիտակցենք։ Շատ կարևոր է, որ մենք ազգովի գիտակցենք, թե ինչ է կատարվում։ Նորից եմ ասում, ես ինքս կողմ եմ, որ առաքելական եկեղեցին չծառայի Կրեմլի իշխանություններին, այլ ծառայի Աստծուն։ Վերափոխություններ պետք են առաքելական եկեղեցում, Աստծու կամքի համաձայն փոփոխություններ պետք են անպայման, որ իրանք կատարեն այն ծառայությունը, որի մեջ Աստված իրանց կանչել է, ոչ թե հպատակ լինեն Կրեմլին։ Ես այստեղ միանշանակ կողմ եմ, որ առաքելական եկեղեցին իր սխալ դիրքորոշումից փոխվի, ապաշխարի Աստծու առաջ ու վերադառնա այն ակունքներին, որ ժամանակին ունեցել է։ Բայց ես դեմ եմ, որ առաքելական եկեղեցուն մեղադրանքի պատրվակով, որ ինքը Ռուսաստանի ագենտուրան է, դրա փոխարեն հնարավորություն ստանան իսլամական ծրագրերը ստեղ իրականացնելու, իսլամացնելով Հայաստանը, ինչը որ արվում է բացահայտորեն։ Դրա համար ես ուզում եմ, որ այս ամեն ինչը մենք բերենք Աստծու առաջ, միասին Աստծու կամքը հռչակելով Հայաստանի վրա, քանի որ Աստծու կամքը բարին, հաճելին, կատարյալն է, ու Աստված ամեն բան գիտի լավագույն ձևով, ոչ մի բան Աստծու առաջ ծածուկ չի։ Բոլոր նենք ծրագրերը
որոնք մարդիկ իրենց սրտում կրում են ու փորձում են իրականացնեն, Աստծուն հայտնի է։ Ու այն բոլոր փորձերը, որ փորձում են մարդկանց մոլորեցնել, խաբելով, կեղծ ու սին գաղափարախոսություն ներկայացնելով, դա սատանայի ծրագիրն է, որ ուզում են Հայաստանի սիրտը գողանան Աստծու կամքից։ Բայց Հայաստանը Աստծու սեփականությունն է, որտեղ Աստված այդ ձև որոշե։ Հայաստանը որևէ բանի պատճառով չի, որ Աստծունն է, այլ Աստծու ընտրությունն է եղել այս տարածքը։ Աստված ինքն է որոշել այս տարածքում կյանքը սկսելով Ադամին եւ Եվային այս տարածքում տեղադրելով Եդեմում, Աստված ինքն է որոշել դատաստանից հետո, ջրեղեղից հետո կյանքը նորից վերսկսել մեր տարածքից։ Աստված ինքն է որոշել, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին երկիրը պետք է լինի Հայաստանը ու դառնա ջահակիր երկիրը բոլոր ազգերի համար արչևից գնացողը։ Աստված է, որ որոշել է Մինի Արարատի ասքանազի թագավորությունը, որ պետքա բարձրանա Բաբելոնի դեմ, դա մեր ցանկությունների հետ կապ չունի։ Ու Աստված, քանի որ ինքն է իր ծրագրերի մասին մեզ հայտնում, նշանակում է բոլոր գործողությունները, ինչ որ արվում է այս տարածքում Հայաստանի դեմ, դա գործողություն է Աստծու կամքի դեմ։ Դա գործողություն է, որպեսզի Հայաստանը կորցնի իր կոչումը ու դառնա հպատակ իսլամական ուժերին կամ մինչև այսօր հպատակ էր ռուսական ուժերին։ Իհարկե կան նաև ջանքեր Հայաստանը հպատակ դարձնելու արևմտյան ուժերին։ Սատանայի ծրագիրը Հայաստանի դեմ ուղղված տարբեր ուղղություններով է միշտ հետաքրքրվածությունը եղել է տարբեր ուղղություններից։ Սատանան ինքը թվում է թե տարբեր է իր առաջարկներով, բայց բոլոր դեպքերում Հայաստանին գերություն է առաջարկում։ Ձեռագիրը նույնն է՝ Աստծու կամքից գողանալ Հայաստանը։ Թե թուրքական, թե ռուսական, թե եվրոպական բոլոր ջանքերը Հայաստանին ինչ որ կառույցի մեջ մտցնելը, դա Հայաստանին Աստծու կամքից հեռացնելն է, Հայաստանի անկախությունը սպանելն է։ Բայց Աստված առանձնապես Հայաստանին առանձնացրել է որպես Մինի Արարատի ասքանազի թագավորություն իր ծրագրերի համար։ Ու դրա համար շատ կարևոր է, որ մենք պայքարենք Աստծու կամքի համար, ոչ թե մարդկային ծրագրերի համար։ Դրա համար եկեք այս ամեն ինչը բերենք Աստծու առաջ ու խնդրենք Աստծու գերբնական միջամտությունը իրավիճակի վրա, որ խափանվի սատանայի ծրագրերը, որ կողմից էլ որ դա ուղղված լինի Հայաստանի դեմ։ Հայր, մենք գալիս ենք քո առաջ Հիսուսի անունով։ Խնդրում ենք քո շնորհքը մեր վրա։ Հիսուս, այն ինչ որ դու արել ես խաչի վրա, դա քո հաղթանակն է ամեն մեկիս կյանքում։ Հայաստանը քո սեփականությունն է ու դու գնել ես մեզ քո արյունով։ Մեր բոլոր մեղքերի վարձքը դու քո մարմնի վրա կրել ես, քո մահով ու հարությունով տվել ես պատասխանը դրա։ Ու այսօր սատանայի բոլոր մեղադրանքները մեզ որևէ ուժ ու ազդեցություն չունի, քանի որ դու դրա գինը վճարել ես արդեն մեր փոխարեն։ Այո, մենք ապրում ենք շատ սխալ կյանքով, ունենք սխալ ցանկություններ, փնտրում ենք այլ ճանապարհներ, մեր մարդկային շահի հետևից ենք գնում ինչ որտեղ ու չենք փնտրում քո կամքը, բայց դու այդ ամեն ինչի համար գինը վճարել ես։ Ու այսօր անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունները ինչ ծրագրեր են ներկայացնում Հայաստանի համար, ուր են ուզում Հայաստանը տարած լինել, որոնք գործողություններ են քո կամքի դեմ, ես խնդրում եմ, որ դու նախ ներես բոլորիս, թե կառավարությանը, թե ընդդիմությանը, թե ժողովրդին, որոնք քո կամքից դուրս այլ ցանկություններ են ընտրում։ Ու քանի որ քո կամքը հաստատուն է, ու դու քո կամքի համար կանգնած ես ինքդ իրականացնելու, դու ինքդ ուխտի մեջ ես մտել մեր հետ, քո կյանքը մեր համար տալով, քո արյունը մեր համար թափելով,
ու մեզ գնել ես քո արյունով, մենք քո սեփականությունն ենք, ու ես խնդրում եմ, որ դու հիշես քո ուխտը մեր վրա ու թույլ չտաս, որ որևէ սատանայական ծրագիր Հայաստանի հետ կապված հաջողություն ունենա։ Այս տարածքը առանձնացված ու որոշված է քո կողմից, քո համար, քո ծրագրերի համար, ու ես խնդրում եմ, որ դու քո երկիրը պաշտպանես ու ամեն մի ծրագիր, որ բարձրացած է քո կամքի դեմ, քո հոգու զորությամբ ջարդուփշուր անես, թող ամեն բան մոխրանա քո սուրբ հոգու կրակի մեջ ու ամեն այդ ծրագրերը ցիրուցան լինեն, թող սատանայի միաբանությունը քանդվի ու իրանք իրար դեմ սկսեն պայքարել ու իրանք իրարից փչանան ու վերջանան, բոլոր դիվային ծրագրերը Հայաստանի դեմ ուղված, այդ բոլոր կենտրոնները թող սկսեն իրար կոտորել, իրանց գաղափարները իրանց ձեռքով ոչնչացնեն ու վերջում Հայաստանը ազատագրվի քո կամքի համար, քո փառքի համար, քո ծրագրերի համար։ Եթե մարդիկ չեն հնազանդվի քո կամքին, այդ մարդկանց ես հանձնում քո ձեռքերի մեջ, որ դու իրանց հետ վարվես, ոնց սիրտդ ուզում է, ում արժանի ես համարում կներես, ում արժանի չես համարում, չես ողորմա։ Դու ես որոշողը, որովհետև քո տարածքի վրա է հարձակումը ու Հայաստանը, որը քո սեփականությունն է, որ դու առանձնացրել ես քո համար, այսօր մարդիկ բարձրացած երազում են սատանայի ծրագիրը իրականացնեն մեր երկրի հանդեպ։ Ես չգիտեմ որ կենտրոններից է ուղված այս դիվային ծրագիրը Հայաստանի դեմ, բայց այդ բոլոր կենտրոնները դու տեսնում ես ու ես խնդրում եմ, որ դու բերես բոլորին դատաստանի, քո արդար դատն եմ կանչում բոլորի վրա, որպեսզի դու քո զորությամբ ոչնչացնես սատանայի բոլոր խորհուրդը։ Հայր փառավորվիր Հայաստանի վրա ու ամեն բան, ինչ որ դուրս է եկել Հայաստանը կործանելու, թող պտտվի ու դառնա Հայաստանի զորանալու, բարձրանալու պատճառը։ Այն բոլոր երկրները, որ մինչև այսօր անտարբեր են եղել ու չեն ցանկացել իրականացնեն քո ուղերձը, որը Երեմիա 51:27 խոսքն է, իրանք թող սկսեն կատարել քո կամքը, թող իրավիճակը նենց պտտվի, որ իրանք ստիպված, եթե նույնիսկ չեն էլ ուզում, ստիպված սկսեն կանգնել Հայաստանի կողքին ու առաջնորդեն Հայաստանը քո կամքի մեջ, թող Հայաստանում բարձրանա Աստծո արքայությունը, Հիսուս Քրիստոսի արքայությունը ու Հայաստանը առանձնացած բարձրանա քո ծրագրի համար, քո փառքի համար ու սատանայական բոլոր խորհուրդները հիմնահատակ ոչնչանան այս երկրից։ Հայր, Մինին Արարատն ու Ածքանազը քո սեփական տարածքն է, քո զորավոր մեծ շարժը այս տարածքի վրա ու թող քանդվի ամեն սուտ աստվածների ուժն ու ներկայությունը, ամեն կուռքերը թող փշրվեն, ամեն իսլամական, կոմունիստական, արևմտամետ, ամեն տեսակի դիվային ազդեցությունները, որ բարձրացած են քո կամքի դեմ, թող փշրվեն Հիսուսի զորավոր անունով, քո սուրբ հոգու կրակի մեջ այրվելով ու մոխրանալով, հիմնահատակ ոչնչանալով։ Ես կանչում քո գերբնական պաշտպանությունը Հայաստանի վրա, քո արյան պաշտպանությունն եմ կանչում Հայաստանի վրա, ես արձակում եմ քո լեգիոն հրեշտակները, որ բանակ տան Հայաստանի շուրջ բոլորը ու բոլոր դիվային ծրագրերը սահմանի վրա իսկ ոչնչացնեն։ Իսկ սահմանի ներսում, եթե դրանք արդեն ներթափանցել են, թող հայտնաբերվեն այդ որջերը ու տեղում ոչնչացվեն Հիսուսի անունով։ Հայր քո զորավոր ձեռքով բեր քո փառավոր հաղթանակը քո որոշված Հայաստանի վրա, քո որոշված սահմաններով Հայաստանի վրա ու թող քո մեծ հայքը, որը Մինին Արարատն ու Ածքանազն է, մոխիրներից հարություն առնի Հիսուսի անունով ու քո փառքի համար մտնի այն կոչումի մեջ, ինչի համար որ նախասահմանված է։ Հայր, քո զորավոր մեծ շարժը թող արձակված լինի ողջ Հայաստանով մեկ, քո զորավոր աշխատանքը իրականացնելու համար քո հրեշտակների ձեռքով Հիսուսի անունով։ Ամեն։
Ամեն։ Շնորհակալություն սիրելի Հայր, որ լսում ու պատասխանում ես ամեն ժամանակ։ Շնորհակալ եմ, որ պատասխանեցիր ու Հայաստանը ազատագրեցիր ամեն դիվային ազդեցություններից։ Եղիր փառավորված հավիտյանս հավիտենիչ ողջ Հայաստանի վրա ու ողջ հայության վրա Հիսուսի անունով։ Ամեն։